Միացյալ Նահանգների նախագահը վերջին մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ է ռուս գործընկերոջը կոչանում դադարեցնել կրակն Ուկրաինայում եւ ապացուցել, որ ցանկանում է խաղաղություն հաստատել։ Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ անցած շաբաթ ռուսական կողմը հրթիռակոծեց ուկրաինական խաղաղ բնակավայրերն այն ժամանակ, երբ հրադադարի շուրջ քննարկումներ էին ընթանում։ Ուզում եմ, որ նա դադարեցնի կրակոցները, նստի ու համաձայնագիր ստորագրի։ Կարծում եմ, առկա են համաձայնագրի ստորագրման պայմանները։ Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, թե իր կարծիքով Զելենսկին համաձայն է մարտական գործողությունները դադարեցնելու դիմաց հրաժարվել Ղրիմից։ Մինչդեռ Ուկրաինայի նախագահը նախկինում տարբեր առիթներով բացառել է դա, ասելով, որ այն կխախտի երկրի սահմանադրությունը։ Թրամփի այս հայտարարությունից հետո Զելենսկին Ղրիմի մասին նոր հայտարարություն չի արել։ Լրագրողները Թրամփից նաև հետաքրքրվել են, վստահում է Պուտինին։ Մոտ 2 շաբաթից կտեղեկացնեմ ձեզ, պատասխանել է նա։ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի մոտ ապագայում եւ այս շաբաթը շատ կարեւոր է լինելու։ Մարկո Ռուբիոն NBC News-ին տված հարցազրույցում կրկին ընդգծել է, Վաշինգտոնը հավերժ չի կարող միջնորդական ջանքեր գործադրել եւ եթե համոզվի, որ դրանք արդյունք չեն տալիս, դուրս կգա գործընթացից։ Սա շատ կարևոր շաբաթ է լինելու։ Մենք պետք է որոշենք, արդյոք ցանկանում ենք շարունակել այս ջանքերը, թե ժամանակն է կենտրոնանալ այլ հարցերի վրա, որոնք որոշ դեպքերում նույնքան կարևոր են, եթե ոչ ավելի։ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում երեք հայտարարել է, որ Ռուսաստանը շատ է խոսում այն մասին, թե պատրաստ է խաղաղության, սակայն ռուսական զինուժի գործողությունները մինչ օրս հակառակն են վկայում։ Ըստ նրա, ռուսները փորձում են խաբել աշխարհին եւ զգալի կորուստների գնով փորձում են առաջ շարժվել։ Ռազմաճակատում նման մարտերն ամեն օր ապացուցում են, որ Ռուսաստանը իրականում փորձում է խաբել աշխարհին, Ամերիկային եւ ուրիշներին եւ երկարաձգել այս պատերազմը։ Հենց այդ պատճառով հարկավոր է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Щоб росіяни пішли на всі кроки, пішли на все, що необхідно, щоб зупинити війну. Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանն ասել էր, թե պատրաստ է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսել։ Այսօր Կրեմլի խոսնակն ասել է, որ սպասում են Կիևի արձագանքին։ Կիևը պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի այս հարցում, նրանք դրա վերաբերյալ օրենսդրական արգելք ունեն, բայց մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք նկատել։ Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը դեռ պատրաստ չէ բանակցությունների։ Ըստ նրա, Զելենսկին պետք է վերացնի Ռուսաստանի հետ բանակցելու օրենսդրական արգելքը, որ սահմանել է, երբ Ուկրաինան 2022-ին դուրս եկավ բանակցային գործընթացից։ Լավրովը նաև թվարկել է հրադադարի պայմանները, ըստ այդմ ռուսական վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները պետք է միջազգայինորեն ռուսական ճանաչվեն, վերացվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, վերադարձվեն արևմուտքի կողմից ռուսական սառեցված ակտիվները։ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից։ Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Խերսոնի մարզի եւ Զապորոժիայի ռուսական պատկանելիության միջազգային ճանաչումը հրամայական է։ Կիևից ռուսական կողմի հայտարարություններին դեռ չեն արձագանքել։ Այս ֆոնին իրավիճակը ճակատում մնում է լարված, կողմերն անօդաչուներով հարվածել են միմյանց։ Ռուսական Բրյանսկում կա մեկ զոհ։ Ռուսական զորքը հայտարարել է, որ Խարկովում եւս մեկ բնակավայր է վերցել։ Իսկ Հյուսիսային Կորեան առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ զորք է ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվելու համար։